Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների եւ խաղաղության մասին երազանքները, արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին՝ Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան։ Կորցրինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող եւ արյան գնով պահածայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին եւ սուտ խոստումներով սկսեցին հատառհատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները, քանդեցին զինված ուժերը, հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու են խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է։ Պայքարելու ենք, շարունակելի։